Հրապարակը գրում է. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որոշ տեղեկություններով վիզ է դրել Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։ Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակում, 25-րդն է։ Իրավունքը գրում է. ՔՊԱ-ական էլիտան սկսել է անձամբ հանդիպումներ կազմակերպել մարզային հեղինակությունների հետ, հասկանալու իրենց շանսերը։ Ասում են, Փաշինյանը հրահանգել է նախարարների մակարդակով խառնվել նախընտրական թոհուբոհին։ Կաբինետներից դուրս եկեք ժողովրդի մեջ, որ 2 ամիս հետո հացին կակա չասեք, ըստ աղբյուրի ասել է վերջինս իր ենթականերին։ Ժողովրդի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում գործուղելու տարբերակով։ Ըստ նույն աղբյուրների իշխանությունները փորձում են ֆեդերացիա ուղարկել մի անձի, ով կկարողանա փրկել խորացող ճգնաժամային իրավիճակը հայկական ֆուտբոլում։ Հրապարակը գրում է. Պարզվում է Եվրամիության դիտորդները իրենց առաքելությունը թողած ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։ Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։ Փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ։ 2 մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել։ Ընդ որում դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել։ Առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները, զեկուցել միջադեպի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։ Սակայն այս մասին որևէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել, վախենալով խաթարել խաղաղության գործընթացը։ Ի դեպ, պատմում են, որ դիտորդական խմբի ղեկավար Ռիտերի Հայաստանից հեռանալուց հետո մնացած խումբը բարձիթողի վիճակում է հայտնվել։ Թերևս հասկանում են, որ իրենց ներկայությունն այլևս անիմաստ է եւ սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանակը զվարճանքի կենտրոններում են անցկացնում։ Թերթի ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ, որոնցից երևում է, որ դիտորդներն այցելում են սաունաներ, ռեստորաններ կամ պարզապես զվարճանում են բնության գրկում։ Եվրոպացիների սիրելի վայրերը դարձել են Ծաղկաձորի դահուկ ռեստորանը, Մարտունի քաղաքի խրճիթը եւ երևանյան սաունաները։ Հրապարակը գրում է. Արցախի թեմի առաջնորդ Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացած մնալ սեփական հոտից։ Չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համար, սակայն որևէ քայլ առայժմ չի ձեռնարկում։ Ասում են, փորձում է վեհափառի հետ հանդիպում ունենալ, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ այդ հանդիպումը կլինի միայն հրապարակային զղջումից հետո։ Ժողովրդի տեղեկություններով Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն, վերանշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության, եւ հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց։ Թերթը կհետևի քննության ընթացքին։